Մենք տեսանք, որ արցախցիներին սոցիալական աջակցության այդ կրճատումը բավականին այսպես բողոքի ալիք բարձրացրեց արցախցիների շրջանում հենց վրան տեղադրվեց, հետո ինչ-որ կոմպրոմիսներով վրանը ապամոնտաժվեց, նախ կխնդրեմ անդրադառնանք հարցին, թե առհասարակ գործընթացը ինչ փուլում է, նաև 12 կետանոց այսպես պահանջագիր հրապարակվեց Հայաստանի իշխանությանն ուղղված, արձագանքների մասին եւ գործընթացն ինչ փուլում է, կխնդրեմ նախ սրան անդրադառնանք։ 12 կետանոց պահանջագրից, որքանով ես տեղյակ եմ, 12 կետանոց պահանջագրից մեկը կիսով չափ կատարվեց։ Խոսքը վերաբերում է 50,000-ների ծրագիրը երկարաձգելուն կամ չերկարաձգելու հարցին։ Բնակարային հարցը նշվեց, որ կդառնա քննարկման առարկա, մնացած բոլոր ծրագրերը մերժվեցին, ճիշտ է, Արցախ հանրապետության կողմից ստեղծված Արցախ հանրապետության հասարակական կազմակերպությունների կողմից ստեղծված այդ խորհուրդը դեռևս շարունակում է իր որքանով ես տեղյակ եմ պայքարել արցախցիների սոցիալական իրավունքների համար, այնուամենայնիվ արցախցիների սոցիալական խնդիրները բարձրացնել Հայաստանի Հանրապետության ներկայիս իշխանությունների առջև ես համարում եմ անտրամաբանական եւ անիմաստ, որովհետեւ Հայաստանի Հանրապետության իշխանություններն ըստ ին առնվազն շահագրգռված չեն Արցախ հանրապետության բնակիչների սոցիալական խնդիրները լուծելու հարցում։ Այդպիսի շահագրգռվածություն ունենալու պարագայում նրանք առաջնային հերթին պետք է լուծեին, օրինակ, զինծառայողների չօգտագործված արձակուրդների գումարները տրամադրելու հարցը, բնակարային զինծառայողների բնակարային ապահովման հարցը, 2023 թվականի սեպտեմբերին Ասկերանի պայթյունի հետևանքով մեծալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացած քաղաքացիական անձանց, ինչպես նաև այլ անձանց կարգավիճակ տրամադրելու հարցը, արցախցի բնակիչներից հափշտակված կൂട്ടակային կենսաթոշակները Արցախ հանրապետության բնակիչներին վերադարձնելու հարցը եւ նման այլ հարցեր։ Բայց այն իշխանությունը, որ Արցախի էջը համարում է փակված, Արցախի գերիների հարցով խոսք վերաբերում է ռազմաքաղաքական ղեկավարությանը, ընդհանրապես չի զբաղվում։ Այդ Միսկի խմբի մասով կայացնում է առհասարակ լուծարելու վերաբերյալ գաղափարախոսություն է առաջ տանում։ Միջազգային ատյաններում Արցախի հանրապետության մասով ներկայացված հայցերից առհասարակ Հայաստանի հանրապետության կողմից ներկայացված բոլոր հայցերից հրաժարվում է այդ իշխանության առջև դնել սոցիալական խնդիր լուծելու պահանջ։ Ես օրինակ դա համարում եմ անտեղին։ Միակ պահանջը, որ ես կարող եմ դնել այս Հայաստանի Հանրապետության իշխանությունների առջև, դա նրանց որևէ այլ պահանջ ես նրանց առջև դնել չեմ կարող։ Այն պարզ պատճառով, որ նրանք Արցախի էջը համարում են փակված։ Որպես արցախցի եմ սա ասում եմ ոչ թե որպես քաղաքական գործիչ կամ անգամ որպես փաստաբան, այլ որպես արցախցի։ Միակ իմ պահանջը, որ ես կարող եմ դնել Հայաստանի Հանրապետության իշխանությունների առջև, դա նրանց հրաժարականն է, որովհետև 2020 թվականից ի վեր, առնվազն 2020 թվականից ի վեր ուշադրություն Առնվազն 2020 թվականից ի վեր նրանք խոսել են միայն բացառապես դրա անհրաժեշտության մասին։ Կրկնում եմ, Արցախի էջը փակվեց, գերիների հարցը անտեսվեց, այդ Մինսկի խմբի մասով նրանց դիրքորոշումը, հայցերը հետ կանչեցին, Արցախի միջոցները հափշտակվեցին բարի բուն իմաստով արցախցիներին պատկանող, ներկայդրությամբ իրավաբանական անձանց մասով երկար իրավաբանական քննարկում պետք է ունենանք, որպեսզի ցույց տամ ինչ դիրքորոշումն են եւ ինչ գործողություններ են ձևակերպում նրանց նկատմամբ, զինվորականների չօգտագործված արձակուրդները տրամադրելու վերաբերյալ քաղաքական որոշում չեն կայացնում, առաջնորդում են այն տրամաբանության, որ արխիվը մնացել է այնտեղ, սա չգիտեմ, ինչ որ անտրամաբանական մի դիրքորոշում է։ Արցախցիների նկատմամբ առհասարակ վերաբերմունք, ատելության քարոզ եւ այլն եւ այլն։ Այս կոնտեքստում ես Հայաստանի Հանրապետությունից, Հայաստանի Հանրապետության իշխանության ներկայացուցիչներից, ներկայիս իշխանության ներկայացուցիչների առջև սոցիալական պահանջ դնել չեմ կարող։ Դուք մի շարք խնդիրներ մատնանշեցիք, որոնք դեռևս լուծում չեն ստացել, որոնք օդում կախված են։ Արդյոք այս բոլոր խնդիրները միասին ի վերջո արցախցիների մեծ մասին չեն մղելու արտագաղթի։ Կամա թե ակամա, այո։ Կամա թե ակամա նրանք տանում են այս քալին, իսկ թվում է Հայաստանի Հանրապետության իշխանությունների ներկայացուցիչները ավելի քան քաջատեղյակ են արցախցիների կողմից նրանց նկատմամբ դրսևորվող վերաբերմունքի մասին եւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ առնվազն նրանց չեն երկրպագում, հետեւաբար նրանք արցախցիներին որևէ տեսքով բարեհաճելու ցանկություն չունեն։ Ճիշտ է, Արցախի հանրապետության բնակչությունը այնպիսին չէ, որ օրինակ քաղաքացիություն ընտրելու պարագայում եւ հետագայում ընտրությունների մասնակցելու պարագայում կարող է ծանրակշիռ դեր ունենալ, ընտրազանգվածի շատ չնչին տոկոսն է, բայց այնուամենայնիվ Արցախի հանրապետության բնակիչների կողմից նրանց նկատմամբ վերաբերմունքը, ընդ որում շատ արդարացված վերաբերմունքը, մարդիկ հայրենազրկվել են եւ մարդիկ բնականաբար այն իշխանությունների նկատմամբ չեն կարող ունենալ անգամ ոչ թե լավ, այլ նորմալ վերաբերմունք, ում պատճառով հայրենազրկվել են։ Հաշվի առնելով այդ վերաբերմունքը, նրանք արցախցիների նկատմամբ ոչ միայն կամա թե ակամա դրդում են արցախցիներին արտագաղթին, այլ անգամ Հայաստանի բնակիչների մոտ են արցախցիների նկատմամբ ինչ որ
հակասություններ կամ այնպիսի ատելության խոսքը, պարզ օրինակ խոսնակ լրատվական կայքեջը կամ պարզ օրինակ, չգիտեմ, արցախցիների նկատմամբ դրսևորված վերաբերմունքի պասով ես 10 ներկայացված հաղորդումներից ընդամենը մեկով է քրեական վարույթ նախաձեռնում։ Մարդը հրապարակավ հայտարարում է, որ Գորիսի ճանապարհը պետք էր փակել, որպեսզի արցախցիները այնտեղ մեռնեին, բայց քրեական վարույթ այդ մարդու նկատմամբ չի նախաձեռնում, ասում է քաղաքական խոսք է արտահայտում, որը որ թեկուզ է վիրավորական, բայց ատելության խոսք չի պարունակում։ Բա մարդը ասում է արցախցիները պայմանավորված իրենց բարի բունիմաստ ղարաբաղցիներ լինելու հանգամանքով իրենց Գորիսի ճանապարհը պետք է փակեին, որպեսզի իրենց լամուկները այնտեղ մեռնեին։ Բարի բունիմաստով հենց այս բովանդակությամբ էլ հայտարարություն կատարեց միանց։ Սա մասով քրեական վարույթ չնախաձեռնեց։ Սա միտումնավոր է, այսինքն կարծում եք Եվ միտումնավորը միանշանակ միտումնավոր է, սակայն սրա հիմքում դրված է ոչ թե ավելի շատ արցախցիների նկատմամբ ատելության արկայությունը, այլ առհասարակ նախաքննական մարմինները կարծես թե ալարում են այս մասով քրեական վարույթ նախաձեռնել, իսկ ալարում են ալարելու պայմանավորված քրեական վարույթ չեն նախաձեռնում, քանի որ սրան լուրջ չեն վերաբերում։ Բայց եթե ինչ որ մի արցախցի Հայաստանի Հանրապետության իշխանությունների ասեն կոշտ քննադատական խոսք հնչեցնի, կամ ինչ որ հանրության շրջանակի նկատմամբ որևէ ինչ եք ասում։ Արիվի գործը ձեզ օրինակ։ Խոսք է գնում, այսինքն ոչ թե խոսք է գնում, այլ Հայաստանի իշխանությունը հայտարարում է, որ այդ խաղաղության փաստաթղթի շրջանակում դեմ չէ օրինակ Ադրբեջանի հետ գնալ եւ լուծարել ԵԱՀԿ Մինսկի խմբի կառույցները։ Մենք գիտենք, որ այս խումբը տարիներ շարունակ հենց զբաղվել է Արցախի հարցով։ Արդյոք այս լուծարումը, այսպես վերջնականապես Արցախի էջը փակելու մասին չի լինելու նաև այս ճակատում։ Հասկացա, ներողություն, իսկ Արցախցու կարծիքը առհասարակ Հայաստանի Հանրապետության իշխանությունը հարցրել է։ Լուծում է Արցախցու կամ Արցախի Հանրապետության ճակատագրի հարցը առանց Արցախի Հանրապետության ներկայացուցիչների կարծիքը հաշվի առնելու։ Հիմա դիրքորոշում կձևավորվի կամ կհայտարարեն, որ Ադրբեջանը չի ընդունում կամ մենք ինչու պետքա Ադրբեջանի հետ լարվենք կամ Հայաստանի Հանրապետության անվտանգության գործոնով կամ անվտանգությունը դնելով սպառնալիքի դնելով ինչ որ այո վտանգի տակ մենք փորձենք Արցախի Հանրապետությանը ներգրավենք այդ բանակցությունները։ Դե լավ, ներքին կարգով արցախցիների հետ։ Օրինակ ես չեմ կարծում էլի, որ եթե Հայաստանի Հանրապետության վարչապետն ու Արցախի Հանրապետության նախագահը միմյանց հետ հանդիպեն, Ադրբեջանը կասի վեր չեք դնում բանակցություններին, քանի որ դու հանդիպել ես Արցախի Հանրապետության նախագահի հետ եւ առհասարակ լսել ես նրա դիրքորոշումը այդ ամենի վերաբերյալ կամ Արցախի Հանրապետության այս կամ այն ներկայացուցիչի հետ։ Ես էլ չեմ խոսում այն մասին, որ անգամ միջազգային տարբեր հարթակներում, ոչ թե այդ առհասարակ միջազգային տարբեր հարթակներում Արցախի Հանրապետության ներկայացուցիչները բազմիցս հանդես են եկել։ Վերջերս միայն մարդու իրավունքների պաշտպանը Ավստրալիայում տեսեք քանի հանդիպում է ունեցել կրկին միջազգային հարթակներում։ Եվ Արցախի Հանրապետության էջը անգամ ինչքան էլ որքան էլ մեծ լինի ցանկություն արցախցիների կամ առհասարակ նաև Հայաստանի Հանրապետության բնակչության գիտակից մասսա վերաբերմունքը այնպիսին է, չէ՞ որ Արցախի էջը երբևէ կարող է համարել փակված, անկախ նրանից այս Մինսկի խումբը լուծարվելու է թե չի լուծարվելու։ Այնուամենայնիվ այդ գաղափարը, որ առաջ է քաշում, շատ մեծ եւ հնարավոր է նաեւ որոշակիորեն ուժորոշ նշանակություն ունենա Արցախի ճակատագրի հարցում։ Բայց կամքի առումով ես ձեզ վստահեցնում եմ, որ անգամ պարզ օրինակ հրամանագրի մասով արցախցիները երբևէ Արցախի էջը փակված չեն համարել։ Թե Հայաստանի Հանրապետության ներկայիս իշխանությունը ինչ վերաբերմունք ունի դրա նկատմամբ, դա ժամանակավոր է եւ հուսով եմ շատ շուտով լուծող։ Դե հենց այդ նույն հրամանագրին են էլի հղումանում, ասում են Արցախի նախագահն հենց այդ նպատակով էլ ես այսօր հրապարակեցի այդ հրամանագրի չեղյալ հայտարարելու վերաբերյալ հրաման, անվավեր ճանաչելու վերաբերյալ հրամանը։